Կողմ 65 դեմ 2։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօրվանից անպաշտպան է։ Նախկին թիմակիցները, ԿՊԱ-ականները նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելությունից։ Պատգամավորին դատախազն արդեն կարող է մեղադրանք առաջադրել։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь։ Մինչև ազգային ժողովի միջանցքներում երգելը Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լարված ու զայրացած արդարանում էր, պնդում իր հետ կապված քրեական գործերը շինծու են։ Վարչապետ Փաշինյանն իրեն պատժում է, որ մանդատը վայր չդրեց։ Գլխավոր դատախազն իր հետևից եկել է Փաշինյանի հրահանգով։ Որովհետև ես մանդատից չեմ հրաժարվում։ Ինձ զրկում են մանդատից։ Գլխավոր դատախազը ազգային ժողովում երեկվանից ներկայացնում է նախկին իշխանականին առնչվող քրեական գործերը։ Աղազարյանը 2 դրվագով կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար։ Մեկով ըստ գլխավոր դատախազի Աղազարյանը $200-ից $300,000 կաշառքի դիմաց համաձայնել է միջնորդել, որ մանր եղջերավորներ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի, կեղծ փաստաթղթերով։ Ուղիղ տվյալ կար $23,000 եւ $300,000 հափշտակներություն կաշառքի վերաբերյալ, եւ այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին եւ հարցաքննել եւ վստահաբար առերեսել։ Աղազարյանը խոստովանում է գործով անցնող Սլավիկ Պողոսյանի հետ հանդիպել է, բայց գործարքը մերժել է, իսկ իր դեմ ցուցմունք տված Աշոտիկ Ամավոսյանին միայն առերեսման ժամանակ է հանդիպել։ Քննչականի ապացույցը ալեհավա կայանների տվյալներն են, որ նույն տարածքում 3-ն էլ եղել են։ Իրավապահների այս ապացույցը համոզիչ չէր անգամ իշխող թիմի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի համար։ Այն ինչ որ մեզ ներկայացվում է, այն ինչում որ ելնելով այստեղ գրվածից Հովիկ Աղազարյանը մեղադրվում է, ես միանշանակ պնդում եմ, որ իրար չի բռնում։ Քննիչը բացահայտել է հետևյալը, որ հիմա եթե Վիլեն Գաբրիելյանը այս շենքից դուրս գա եւ գնա Սիրահարների այգի, ալե հավաքը ցույց է տալու Բաղրամյան 19-ի, որ մենք բոլորս գտնվում ենք նույն տարածքում։ Մյուս դրվագով կասկածներ կան, որ Աղազարյանը $23,000 կաշառք է ստացել, որ միջնորդի կառուցապատման թույլտվության համար։ Ըստ գործի առաջարկել են վթարային դպրոցներից մեկի տեղում նոր դպրոց կառուցելու պայմանով թույլ տալ բազմաբնակարան շենք կառուցել։ Պատգամավորն էլ ասում է սկզբում հավատացել է իր սանի Կարամկրչյանի բարի մղումներին։ Քաղաքաշինության կոմիտե դիմում է գրել, բայց հետո հասկացել է, որ նա խարդախ է ու հրաժարվել այս գործից։ Այստեղ էլ մեկ հոգու ցուցմունքից բացի հիմնավոր փաստարկ է համարվում, որ պատգամավորը ենթադրյալ ազդեցությունն է օգտագործել, դիմում գրել։ Այս ապացույցը անհասկանալի ու կասկածելի էր նաև իշխանականներ Արման Եղոյանի ու Բաբկեն Թունյանի համար։ Նախ ուզում եմ ասել, որ իմ համար այս process-ը բավականին տհաճ եւ անդուր process է։ Ես օրը 5 հատ նամակ եմ ուղարկում, 5 հատ զանգ եմ անում ու տարբեր մարդկանց հետ խոսում եմ տարբեր թեմաներով։ Այդ նշանակում է ես ամեն անգամ որևէ գործողություն կատարելուց առաջ պիտի մտածեմ, կարող է հետո ինչ-որ քրեական գործ բացվի կամ կարող է մտածեմ այն մարդը, որ ինձ դիմել էր իմ հարևաններ կամ բարեկամներ, ես պիտի զերծնվեի։ Պարոն Թունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ցանկացած գրության համար մենք պետք է ենթարկվենք պատասխանատվության ոչ ու ոչ մի դեպքում։ Եվ եթե դուք նկատում եք, պարոն Աղազարյանը իր ելույթում անդադ ասում էր, որ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել։ Այսինքն այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել։ Ես համոզված եմ, որ այս բոլոր հիմնավորումները, որոնք Հովիկ Աղազարյանի ընդդիմադիր բազմաթիվ գործիչների վերաբերյալ դուք ներկայացնում եք, մեծամասնության շատ եւ շատ պատգամավորների հեռախոսային խոսակցությունները լսելու, նամակագրությունները նայելու, նրանց գրագրությունները վերցնելու, ուսումնասիրելու դեպքում տասնյակ հատորներով գործեր պիտի հարուցեիք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորները Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը որակում էին քաղաքական հետապնդում։ 2 քրեական գործերն էլ հարուցվել են 2023 թվականին, ինչու գլխավոր դատախազը ավելի շուտ չէր գալիս ազգային ժողով, ինչու արդարադատությունը վրա հասավ Փաշինյանի ու նրա թիմի հետ Աղազարյանի հարաբերությունները լարվելուց հետո։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի պատգամավորներ, պատվարժան պատգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին։ Պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Դուք փաստորեն բոլոր նրանց, ովքեր որ ընդդիմանում են իշխանությանը, նրանց մասով մանրակրկիտ այս ճանապարհը բռնած գնում եք, իշխանության ներկայացուցիչները, որոնք որ հլու հնազանդ ենթարկվում են ցուցումների, հրահանգների, SMS գրառումների, նրանց նկատմամբ
չեք անում։ Հովիկ Աղազարյանն էլ էր հայտարարում, որ սա քաղաքական ճնշում է վարչապետի հրահանգով։ Այս պնդումը վրդովեցրեց իշխող ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ նախկին թիմակցին Աղազարյանին որակեց կրակը բորբոքելու տաշեղ ընդդիմադիրների ձեռքին։ Մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր, եւ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ուղղակի սրա մասին մտածեք, շնորհակալություն։ Ես կարամ կներեք 1000 անգամ քֆուր ուտեմ։ Դուք կարաք երթեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարաք երթվեք, դուք երթվեք ուրեմն, հարմար պահի։ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների երբեմնի մոլերանտ պաշտպան, նրան Հիսուսի հետ համեմատած Աղազարյանը Փաշինյանին մեղադրում էր ավտորիտար իշխանության ու նախկին թիմակիցներին էլ այդ բարքերը պաշտպանելու համար։ Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական падգամավորները, 67-ից միայն 2-ն էին դեմ քվեարկել Աղազարյանին անձեռմխելությունից զրկելուն, միաձայն էին քվեարկել ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանին անձեռմխելությունից զրկելու համար։ Տարոն Մարգարյանի գործն էլ շուտ է հարուցվել։ Երևանի նախկին քաղաքապետն էլ կասկածվում է փողերի լվացման, դպրոցների ու մանկապարտեզների տարածքները ապօրինի օտարելու համար։ Տարոն Մարգարյանին էլ արդեն կարող են մեղադրանք առաջադրել։ Այս հարցի քննարկմանը Մարգարյանն ու ընդդիմադիր падգամավորները չէին մասնակցում, այն որակել են քաղաքական հետապնդում։